նույնիսկ եթե այսօր սկսեն տրակտորները աշխատել, ասենք նույն երկաթուղին Հայաստանը չի կարող սկսել կառուցել, մինչև որ Ադրբեջանը չհասցնի իր երկաթուղագիծը Հայաստանի սահման, արևելքից կամ ասենք Նախիջևանից, հա, ու երկու կողմից էլ Ադրբեջանը ունի խնդիր, օրինակ իրենց երկաթուղին ավարտում են արևելքից 2026 թվականի կեսերին, իսկ Նախիջևանում դեռևս երկաթուղին մոդեռնիզացման խնդիր ունի, Հայաստանի սահմանից մինչև Օրդուբադ ինքը ոչ պիտանի վիճակում է, իսկ մոտ 200 կիլոմետր Օրդուբադից մինչև Սադարակ մոդեռնիզացիայի խնդիր ունի, այսինքն նույնիսկ լավագույն դեպքում, եթե աշխատանքները սկսեն վաղը, մի քանի տարի առնվազն իմ պատկերացմամբ 4 տարի է հարկավոր, որ մենք ունենանք գործող երկաթուղի, սա նաև ենթադրում եմ, որ շատ ավելի կարևոր է, որ այս ընթացքում պետք է մտածել նաև այլընտրանքային լուծումների մասին ու ես հայ-ադրբեջանական նույն ապաշրջափակումը այնուամենայնիվ չեմ կապում հենց երկաթուղիների հետ, այսինքն իմ կարծիքով պետք է մտածել կամ մենք սպասում ենք իսկապես 4 տարի այս հարաբերություններն ենք պահպանում, փակ սահմանները, փակ կոմունիկացիաները կամ մտածում ենք ինչ-որ նոր լուծումների մասին, առավել ևս մենք ունենք այլ կոմունիկացիաներ, թե երկաթուղային Հայաստանի հյուսիսից մտնող եւ նույն Նախիջևան գնացող, թե ավտոմոբիլային մի քանի տարբերակ, հատկապես Իջևան-Ղազախ հատվածում, Գորիս Լաչին հատվածում, հա, Վարդենիս Սոտք Քելբաջար հատվածում, այսինքն իմ պատկերացմամբ առաջինը հենց այդ կոմունիկացիաները պետք է գործարկվեն։